Իսկ դրանից հետո որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ վստահաբար եկեղեցի հաճախում եք։ Պատարակտելի եմ գնում ամեն կիրակի։ Կարող եք ասել եկեղեցին Չուլան է թե ոչ եւ դուք անձամբ տեսել եք կառավարտ ինչպես Փաշինյանները ասում եկեղեցում եւ կոշուկներ։ Տեսեք, ես եկեղեցում ավելի շատ բաներ եմ տեսել, քանի որ ես ապրում եմ Նորատուսում, այնտեղ եկեղեցիները բազմազան են։ Շատ են, կներեք բազմազան արտադրության համար, տեսեք, մեր եկեղեցին, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը այս վերջում վերակառուցվեց, այնտեղ ժամանակին, օրինակ, սովետի ժամանակ պահեստ էր, պաների պահեստ էր, դրանից հետո մեր օրերում, արդեն այս անկախության օրերում, այնտեղ քարուքանդ էր, ինչ կառավատ չկար, բայց կար ինչ ասես, մենք ամեն օր այնտեղից զիբիլ էինք հավաքում, ամեն օր թաղի ժողովրդով հավաքվում, զիբիլ էինք հավաքում, որպեսզի այդտեղ, բայց այնտեղ միշտ աղտոտվում էր, այդտեղ, չգիտեմ, շինանյութի մնացորդներ էին բերում, ոնց որ սարքել էին բան, ես նախ շնորհակալություն եմ հայտնում այն բարերարներին, ովքեր կառուցեցին այդ եկեղեցին, չէ, ես ասում եմ նոր անկախ Հայաստանի ժամանակ, այդ եկեղեցին կառուցվել է 2018-19 թվականին է բացվել, եւ այնտեղ օծման համարել խնդիր կար, այսինքն մայրաթորից չէին գալիս օծելու, ըստ խոսակցությունների մակարդակի եմ ասում էին գումար են պահանջում, որպեսզի գան օծեն, բարերարները չէին պատրաստվում այդ գումարը տալ, հետո այնտեղից ինչ-որ մարդիկ եկել էին, որ խաչքար տանեին, 5-րդ դարի խաչքարի մասին է խոսքը, թաղի բնակչությունը դուրս եկավ փողոց չթողեց, որ այդպիսի խաչքար տանեն, դրանից հետո, բայց չգիտես ոնց գիշերվա ժամին մեկ էլ հասկացանք, որ այնտեղի խաչքարը ըստ էության չկա, հիմա այդ մասին մենք մարդիկ կան, ովքեր զբաղվում են հասկանալու համար որտեղ է խաչքարը, դրա համար ես ինչ որ ավելյալ բան չեմ ասի, մինչև հասկանանք որտեղ է այդ խաչքարը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարի, դուք ողջունելու եք։ Չէ, ձեր հարցադրումը ճիշտ չէ, ինչ հայտարարի, տեսեք, եթե ցանկացած ղեկավար եւ ցանկացած կուսակցության ղեկավար, ցանկացած խմբակցության ղեկավար, ցանկացած թիմի ղեկավար ինչ-որ հայտարարություն անում, ինչ-որ պահի քննարկվում է այդ, ինչ-որ պահի քննարկվել է այդ եւ ես պահին վարչապետի այս ասացին ողջունում եմ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ողջունել եք։ Այդպես չեմ կարող ասել, որովհետև չեմ հիշում։ Հայտարարությունները շատ միանշանակ։ Իսկ վարչապետի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Ամփելը ի՞նչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած, որ մարդիկ այսքան տարիներ ստելով, խաբելով Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդին, հույզերի հետ խաղալով, այդ բառը ասում եմ ավելի մեղմ է։ Չեմ ուզում այլ բառեր ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ Այդպիսի բառեր օգտագործողը կարող է ճիշտ ընտրություն կատարել կաթողիկոսի թեկնածուի, այդպիսի բարեվարկության հարցը գնահատել կամ տվյալային։ Տեսեք, հոգևոր կյանքով ապրած հոգևոր կյանքով ապրող մարդիկ եւ աշխարհիկ կյանքով ապրած մարդիկ տարբեր են իրենց բառերի ընտրության մեջ եւ ցանկացած աշխարհիկ մարդ կարող է ասել բառ, որը աշխարհիկ կյանքում օգտագործվում է, բայց հոգեվորականները գոնե իրենց բառապաշարին ես չեմ տեսել, որ դու կոնկրետ լրագրողական հանրությունը որ այդպիսի բառեր է օգտագործում։ Էթիկապես ինքը ոնց է գնահատելու մարդկանց բարեվարկությունը։ Օրինակ ասենք, որ աշխարհի գերտերությունների ղեկավարների մոտ թարգման է Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը եւ այդ թվում եւ այդ բառը ձեր մոտ ինչ-որ հարց չի առաջանա։ Ինչ եք կարծում հիմա որ բոլորը չգիտեն, այդ հարցի, այդ բառը, այդ ինչ մի տրագեդիոն բառ է, վայ ասելա, Ժորժան, քահանաները, հոգևորականներն ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը, որ գնա ասի, լսի եղբայր, երկրի ղեկավարի մասին է խոսքը, մենք հարցնում ենք երկրի ղեկավարի։ Երկրի ղեկավարն ասելա շատ մեղմ, ավելի կոշտ լինել։ Իսկ օրինակ դուք ինչ կօգտագործեիք։ Դե հիմա չեմ, եթե տեղ լինի, ժամանակ լինի, ես էլ կօգտագործեմ, կտեսնենք, ես այտենց քաշվելու, ամաչելու, այդպիսի բան չունեմ, եթե բառը ասում ես, պատասխանատու ու հաստատ ասելուց հետո չես մտածես նոր ասես, ասելուց հետո չես մտածում։ Պարոն Գրիգորյան,
Մտահոգություն չունեք, որ այս նախաձեռնությունը կամ այս գործը կտապալվի եւ հետագայում կմնա այն ինչ դուք ձեր թիմակիցները դուք արեցիք։ Այսինքն մտահոգվեմ, որ հավատացյալ ժողովուրդը ինչ-որ բան է ուզում անի, ստացվում կամ չի ստացվում, հարցը ճիշտ չէ, Ժորժ ջան։ Հավատացյալ ժողովուրդը ով է վարչապետը գրառումներ է արել։ Հիմա դուք ուր եք տեսել այդ աջակցությունը, որ հավատացյալ ժողովրդի անունից հիմա այստեղ հայտարարություն եք անում։ Ես հավատացյալ ժողովրդի անունից հայտարարություն անում եմ այն հավատացյալ մարդկանց մասին, ովքեր հետ ես շփվում եմ, ովքեր մշտապես եկեղեցում պատարակների են մասնակցում, ովքեր իրականում իրապես հավատացյալ են։ Ես անհամբեր սպասելու մասին բան չեմ ասում եմ, որ դրանց մոտ էլ կա պահանջ, որ եկեղեցին վերջնականապես վերադարձվի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եկեղեցին վերջապես վերադարձվի հավատացյալին, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց սեփական բիզնեսը սարքեն։ Վազգեն առաջինը այն ժամանակ ասում էր եկեղեցին դա հավատացյալների խումբն է, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հավատում են։ Հիմա մեր օրերում ասում են եկեղեցին մերն է։ Ինչ եք խոսում։ Կարծում եք հաջողությամբ կավարտեք եկեղեցին քահանաները բացեք, եթե ես չգիտեմ ինչ հանգուցալ լուծում կստանա, բայց ամեն դեպքում այս պահին այդ գործընթացն է իրականացվում։ Բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնության։ Ժորժ ջան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Այո, լավ, հավատացյալ մասի մի մաս ես լավ կներեք այդպես կասեմ մի մասի չէ մեծ մասի կասեմ բայց ո՞նց եք չափել ասեմ ոնց եմ չափել հիմա երբ դու գնում եք պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Դուք գնահատում եք մեծամասնություն, թե փոքրամասնություն։ Գրասենյակում են այդ 50 հավատացյալները ասել։ Պատարագի, եկեղեցու պատարագին հավատացյալներ։ Դե նայեք, պետք է հստակեցնեմ, որ հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Դե նայելու է ոնց է, հարցադրումը ասում է հավատացյալները պատարակի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճշտում։ Հիմա վատա որ հստակեցնում եմ, որ ճիշտ է։ Բոլոր պատարակներին, բոլոր եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր կարծեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10 ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում, ես հավատացյալների մոտ իսկ ինչ եք կարծում, չենք շրջում։ Ես հա Մոն վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ է։ Չէ, բա ոնց եք արել, ոնց եք խոսում եք, շփվում ենք, մենք էլ հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին։ Միջև վերջ պահել եք։ 49 օր։ Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից sense մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև մեզ համար ես չհասկացա, որ դու չեք լսել ուղղակի։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրությանը մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ ձեզ քպականներիդ համար անսովոր լինեն, բայց Չէ, անսովոր հարցեր չկան, կան հարցեր եւ դրանց կան պատասխաններ։ Ես 1998 թվականի օկտեմբերի 27-ին, որ կաթողիկոս էր ընտրվում, ես ու դու երևի շատ փոքր էինք, բայց մինչև այս պահը հիշում եմ ծնողներիս զայրույթն ու անհանգստությունը, երբ ասում էին Հայաստանի Հանրապետությունը գլխատվել է, բայց ամեն դեպքում իրանք իրաց որոշումը չեն փոխել եւ պետք է արագացված այդ գործընթացն անեն ու այդ ընտրությունը նկատի ունեք։ Հա, իհարկե։ Իսկ կաթողիկոս ինչպես է ընտրելու հնարավոր է այնպիսի փոփոխություններ անեք, որ օրինակ այդ ընտրությանը մասնակից լինի նաև ԿՊ պատգամավորների, իսկ Եթե ԿՊ պատգամավոր կլինի, լրագրող կլինի, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կլինի, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, կարող են մասնակցել։ Ես իմ կարծիքն է։ դուք մեծ ուղարկեք ներողություն։ Ես որոնց մեկի ոչ բան չեմ ուղարկելու, ես մինչ այս պահն Արեգ ջան ասեցի, որ ես ինքս այդ գործընթացին չեմ մասնակցելու ի պաշտոնե, որպեսզի
Չէ, ես նկատի ունեմ այդ գործընթացին չեմ մասնակցելու, նոր մի քիչ առաջ դու այստեղ չէի հարց ընչեց։ Այսինքն որևէ մեկը դուք չեք Թողեք ասել։ այո, Չէ, այդ գործընթացին այստեղ հարց տվեցին, որ կմասնակցեք արդյոք այդ գործընթացին, ընտրելու գործընթացին այդ իմաստով ասում, ես չեմ մասնակցի, որովհետև ի պաշտոնե կարող է ենթադրվել, որ չգիտեմ, շատ ու շատ մարդիկ ըստ էության հետևեն մեզ եւ այլն, դրա համար ես ինքս չեմ Ճիշտ համարում, որ ԿՊԻ-ից փաստորեն ԿՊԻ-ից ընտրեն, այսինքն այդ խմբում լինեն նաև ԿՊԻ-ից։ Դե կարող է լինել։ Ճիշտ եք համարում, որ այդպես կլինի, լրագրող կլինի, այլ տեղից կլինի, հայ առաքելական եկեղեցու հետևորդն այո, իրավունք ունի, կարող է մասնակցել այդ ընտրություններին։ Համադրությամբ պետ իշխանությունը իրավունք չունի միջամտել Կանոնադրությամբ էլ թույլ չէր տալիս կուսակերոն հոգևորական ունենար երեխա։ Ոնց ապացուցել։ Ասվում է։ Այդ փաստերը որտեղից իրեն։ Ես չգիտեմ որտեղից, բայց հաստատում ուրեմն դուք ապացուցեք, որ երեխա ունի։ վարչապետն ասաց, որ կան փաստեր, եւ եթե հանկարծ կհերքեն, ես կհրապարակեմ, բայց իրանք չեն հերքում եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության կատարվող յուրաքանչյուր բանից պետք է տեղյակ լինի։ Այսինքն Չգիտեմ, այդ կներեք, բայց կարող եք վարչապետին հարցնել, ես չգիտեմ այդ մասը։ Ստացվում է պաշտոնը իրեն տրամադրել են տեղեկություն, որը նա օգտագործում է արդեն որպես ներկայանում է որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես չգիտեմ ինչ է ստացվում ըստ էության, ոնց է ստացվում, ոնց է այդ փաստերը ասել, կարող է Կարող է հավատավոր ժողովուրդն են տվել, հայո ամեն ինչից պետքա տեղյակ լինի, կարող է հավատավոր ժողովուրդն են տվել, բայց Ժորժ ջան, չէ, ոչ մի բան նորմալ չի, նորմալ է որ մեկ իր քերու կնոջ հետ եսի ինչ անի, մեկը կուսակերոնությունը խախտի, հավատավոր ժողովուրդ իրավունք չունի, սահմանադրությունն ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետքա չխառնվի, ինչ ուզեն անեն, ոնց ուզեն անեն։ Ղազարյանն ասում է, որ եթե դուք Կներեք, ես իրան չեմ ուզում մեկնաբանել։ չմտնեիք իր անկողին եւ իր հեռախոսի Մեկ չենք մտել, որից է մեկի անկողին, որից է մեկի SMS կարտացել, ես չգիտեմ ով է ինչ ասել, ես դրան չեմ ուզում պատասխանել։ Պարոն Գրիգորյան, այլ դուք որ sense դավաճանություններին դեմ եք, կարող է ինչ-որ հատուկ կոնկրետ կառույցների մոտ ինչ-որ ծառայություն, հերթապահություն ունի, որ ոչ մեկ հանկարծ իր կնոջը կամ ամուսնուն չդավաճանի, հա, որտեղ շատ է։ Ուրեմն տեսեք, մենք 3 րոպե առաջ խոսում ենք հայ եկեղեցուց, խոսում ենք Հայաստանի Հանրապետության քրիստոնեության մասին, հիմա խոսում ենք ինչ-որ մարդկանց դավաճանության մասին, այո, հայ առաքելական եկեղեցու հետևորդը, հայ քրիստոնյան, այո, պետք է չդավաճանի։ Եվ այդ հարցը փակ է, պետք է ունենա պարկեշտ ընտանիք, լավ ընտանիք, հարգիր ընտանիքը եւ ապրի հենց ոնց Հասարակ մարդկանց թե հոգեվորականների մասին եք։ Ես առհասարակ ընդհանրապես մարդկանց մասին եմ ասում։ Պարոն Գրիգորյան, լավ, այստեղ իրավական, լավ, արեք մի քիչ լրջացնենք, էլի թեման։ Պարոն Գրիգորյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը գործողությունների պլան է հրապարակել, որոնք հակասահմանադրական տարեր են պարունակում, այդպես են ամենայն դեպս իրավաբանները գնահատում, այսինքն ինչ է նշանակում ձևավորել թիմ, որը զբաղվի կաթողիկոսի ընտրությամբ, որովհետև կաթողիկոսի ընտրության հարցը եկեղեցական օրենքներով հստակ ամրագրված է։ Այսպիսով չի նշանակում, որ սահմանադրություն է խախտվում։ Դիմեք սահմանադրական դատարան, սահմանադրության խախտումը կասի միայն սահմանադրական դատարանը։ Ես իրավաբան չեմ կարող ասել։ Պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման մեջ ինքը ասում է անդամների ընտրության հետ կապված պետք է Աստծո օգնությամբ ընտրենք եւ հոգու աչքերով։ Հիմա դուք Աստծո օգնությամբ ոնց եք հասկանալ այդ անդամը արժանի է այդ չափորոշիչները կա եւ ձեր հոգու աչքերով ինչպես եք որոնք հասկանալ, օրինակ Փաշինյանը ձեր հոգու աչքերով ինչպեսի։ Այդ չեմ կարող բացատրել, եթե շատ մոտենակ Աստծուն ավատացյալ լինեք, կարող եք հաղորդակցվել իմ կարծիքով։ Ես չգիտեմ, եթե հաղորդակցվեք, ըստ այդմ կհասկանաք։ Ցանկացած դեպքում մտեք եկեղեցի, աղոթեք եւ Աստծուն ասեք, Աստված ջանքացնենք մեզ ճիշտ ուղու վրա դիր, ինքը անպայման կդնի։ Շնորհակալ եմ։ Պարոն Գրիգորյան, այնուհանդերձ դուք Ինչ չլսեցի։ Ձեր ասում են հոգու աչքերով կարող եք մարդկանց հասկանալ։ Ձեր հոգու աչքերով Փաշինյանը ինչպեսի։ Հավատացյալ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, պարկեշտ, բարեպաշտ մարդ։